Փեթակը, այստեղ դուք անակնկալ ունենք, սա հատուկ ձեզ համար։ Նայ, ռայկոմի չանից է։ Սա ամեն համար չի, էլի ես մեղրը։ Սյունիքի բնակիչների ձեռքով պատրաստված ժենգյալով հաց, ամեն ինչը մեր ձեռքով պատրաստված է։ Մթերքները Սյունիքի կանաչի։ Ավանդական կան։ Սյունիք գյուղ, հա։ Այո, Սյունիք գյուղ։ Մենք հենց նոր Սյունիք գյուղում էին։ Հա, մի ժամ առաջ։ Սյունիք գյուղն էլ իր ավանդույթները ունի։ Աղջիկները փորձել են այդ ավանդույթներով շահել։ Կուրկուտ համտեսելու ձեր հերթին եք սպասում։ Հա, մենք միշտ կերել ենք շատ համով է այս գյուղը։ Սիրվել է ժողովրդի կողմից ու տարածում է գտել ու ուրախ ենք դրա համար, որ եւս մի բանով հայտնիանում է կապանը։ Հենց որ սկսեք։ Իսկ դուք կուրկուտ համտեսել եք։ Դեռ ոչ, բայց անպայման համտեսելու եմ։ Շատ համեղ է։ Հերթը տեսնում եք, միշտ է այսպես եղել։ Մենք արդեն 6-րդ անգամն է անց ենք ասնում, այս տարի իհարկե մասշտաբները ավելի մեծ են, բայց գրեթե այսպես է լինում, այո, այսպեսի հետաքրքրություն ունի մեր փառատոնի նկատմամբ։ Կուրկուտը համեղ է եւ առանձնահատկությունը ո՞ր։ Ալեքսանի կուրկուտն է, շատ համեղ է, շատ, ընտիր։ Բոլորը կերել են վերջացել։ Էս է կուրկուտը, ինքը փափուկ տավարի մսով է, մաքուր կարագով է, ինքը կարմիր ծեծած ցորեն է, սովորական հացի ցորենը որ կա, որ հացը ալյուր են անում։ Մեր այս կարմիր սովորական ցորենն է ինքը։ Տենց ղափանում ծեծողները կա, էլի ստանոկ է ինքը, լցնում են մեջը, կլպում է, վերցնում եք, տանում սարքում, էլի ինքը 12 ժամ թոնրում էփում է։ Ես իմ հորից եմ սովորել ճիշտն ասած, արդեն 29 տարի է ես եմ անում, դրանից առաջ էլ հերս էր անում, մի 45 տարի կարելի ասած մեր թոնիրը վառում է, այս ճաշի համար, էլի տիչը որ չափազանցնում եմ կամ ինչ որ բանա։ Բայց դրանից էլ առաջ գյուղերում էլի անում էին, էլի պապերը մեր։